Այն պահին, երբ Սերժ Սարգսյանը ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հերյուրանք էր որակում Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի թանկացման մասին պնդումները եւ ասում կարող է թանկանալ, կարող է ոչ, ինքը շատ լավ գիտեր, որ գազն արդեն իսկ թանկացել է եւ դա անշրջելի գործընթաց է։ Նույնիսկ չեմ ուզում նրան մեղադրել սեփական ժողովրդին ցինիկաբար խաբելու մեջ։ Եթե մեղադրեմ, կնշանակի այլ բան էի սպասում նրանից։ Չեմ մեղադրում, ընդհակառակը վերաբերվում եմ խորը ըմբռնումով, որովհետև հիշում եմ, թե ով է եղել Սերժ Սարգսյանը երեկ եւ ով է հիմա։ Տեղի է ունեցել հանցավոր գործարք Հայաստանի Հանրապետության քաղաքացու թիկունքում։ Այստեղ ասվեց, որ ամենաաբսուրդը ասվեց, որ այո, չկա որևէ փաստաթուղթ, որտեղ մենք բանավոր ենք խոսել։ Ես հիմա ուզում եմ հասկանալ, Հայաստանի Հանրապետությունը պետություն է, թե սխոտ կա, որտեղ կառավարությունը իրան կարող է թույլ տալ բանավոր խոսել Ռուսաստանի կամ Գազպրոմի հետ եւ բանավոր խոսացածի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նվիրել $300 միլիոն պարտք։ Առավել եւս եւ ցես կոնկրետ հարցեր են տրվել, որ գազի գինը մենք գիտենք, որ բարձրացել է, պարոն Մոսյան, դուք հերքել եք ուղղակի։ Եվ այսօր ահավասիկ մենք կանգնել ենք այդ փաստի առաջ։ Դուք եկել եք եւ ուզում եք, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը վավերացնի այս գործարքը։ Մեզ ուզում եք մասնագիտ դարձնեք մի գործարքի, որը մեզանից թաքցրել եք։ Ես այսօր իսկապես խաբված եմ զգում։ Ասում եք ճիշտ է 300 միլիոն էր, բայց կեսը Ռուսաստանի վրա է վերցրել պարտքի։ Բավական է մոբիլացականությունը որպես առավելություն փաթաթել այս պետության մեր ժողովրդին։ Ինչ է նշանակում դա։ Եկեք նորմալ աշխատենք, պարտք չունենանք եւ մուրացկան չդառնանք, հետո ուրախանանք, տեսեք ինչ լավ գործընկեր ունենք։ Մեր մուրացկաններից 150 միլիոն ինքը զիջում է։ Ես նա չեմ արդարացնում, որ ինքն է վերցնում, Ռուսաստանը վերցնում իր վրա, որովհետեւ եթե հիշում եք գույն պարտքի դիմաց 100 միլիոնի դիմաց մեր ամբողջ ինտելեկտուալ արտադրական պոտենցիալը վերցրվեց։